Թորոսյանի հարցը վերաձևակերպեմ, ընդհանրապես թվայնացման մեջ կա մի կարևոր սկզբունք, որը թվայնացման իհարկե արդյունքա, նաև սկզբունքա, որ մի տվյալը մի անգամ, որ քաղաքացին իր մի տվյալը պետության տալիս է մի անգամ։ Հիմա այս պարոն Թորոսյանի հարցը այս տեսակետից շատ կարևոր է, որովհետև միտեղ ասում ենք դե քաղաքացի, եթե ուզում ես էլեկտրոնային փոստիդ հասցեն տուր։ Հետո երկրորդ անգամ ենք ասում ենք դե էլեկտրոնային փոստիդ հասցեն տուր, հետո երրորդ, հետո չորրորդ, հետո 5-րդ, հետո 10-րդ, հետո 20-րդ։ Հարցը տվյալն է, եթե քաղաքացին որևէ պետական մարմնի մի անգամ իր էլեկտրոնային փոստի տվյալը տվել է, մենք պետք է երկրորդ անգամ չուզենք այդ էլեկտրոնային փոստի տվյալը։ Եվ եթե պետք է այս օրենսդրության մեջ կարգավորում անենք, ասենք եթե մարդը, որ այն որևէ հարթակում իրան, չնայած ես համոզված չեմ այդ հարթակը նույն ձևով է գործում, թե չէ, բայց կապ չունի։ Եթե մարդը ասել է ինձ ծանուցումը տվեք այս հասցեով, ինչի ենք ասում, մի հատ էլ այս հասցեով մտի, մի հատ էլ մեզ ասա, որ հասցեով քեզ ծանուցենք։ Այսինքն այստեղ այդ սկզբունքից շեղում կարանի, չնայած մենք այդ սկզբունքից շեղված ենք, որովհետև թվայնացում չունենք պատշաճ մակարդակի։ Ես կարծում եմ դա հարց է, որը առնվազն պետք է դիտարկենք։ Պարոն վարչապետ, ես իմ խոսքում նշեցի, որ եթե անձը գրավոր կամ այլ եղանակով կամ հարթակի միջոցով ասում է, որ ես ցանկանում եմ ծանոթվել այս եղանակով, ապա արդեն ասել է, հարցը տեխնիկական լուծման դաշտում է, կարծում եմ։ Միարժեքորեն հնարավոր է այդ հարցը լուծել։ Եթե ասել է պետություն, կառավարություն, եթե ես ճանապարհային երթևեկության կանոնները խախտել եմ եւ ինձ տուգանել եք, ինձ այս էլեկտրոնային ձևով ծանուցեք։ Հա, այսինքն դա իր համար պատշաճ ծանուցում է։ Այո, Եվ այդ նույն մարդուց էլի նույն հարցի պատասխանը չուզենք, ասենք այս հասցեով, եթե հասցեով է գործում դա, տենց է գործում, թե բջջային համարի, թե հավելված հասցեով է գործում, դե ուրեմն մենք օրենքի մեջ պետք է կարգավորում անենք, ասենք եթե մենք հարթակով մեզ քաղաքացին որևէ տեղ տվել է, ասել է ինձ ծանուցեք այս հասցեով, իրան երկրորդ անգամ չենք հարցնում, քեզ որ հասցեով ծանուցենք, որտեվ դա առնվազն ներվայնացնող է, կասի լավ հասկացանք, մի անգամ ասացինք 2, 3, 4, ոչ չենք կարող ամեն օր ասենք մեզ որ հասցեով ծանուցենք։ Պարոն վարչապետ, հիմա նախագծում արդեն իսկ այդ կարգավորում կա, եթե անձը գրավոր տարբերակով ներկայացրել է կոնկրետ էլեկտրոնային հասցե, անկախ նրանից թե որ պետական մարմինն է ներկայացրել, համարվելու է պատշաճ ծանուցված, այնպես որ այդ խնդիրը լուծված է, իսկ հենց այս հարցը զուտ տեխնիկական լուծման ենթակա հարց է։ Բան ունեիք ասելու Տիկին Սարգսյան։ Պարոն վարչապետ, երբ որ երթևեկության կանոնների մասով մենք մոտիվացիոն համակարգը դրեցինք 20% զեղչով տուգանքը ստանալու, այս պայծրությամբ շուրջ 120,000 վարորդ ունենք, որը հարթակով գրանցված է եւ 20% բոնուսային համակարգից օգտվում է։ Մենք մեյլերը հավաքել էինք հենց երթևեկության կանոնների խախտման տուգանքների համար, շատ տեխնիկապես ուղղակի հարթակով մի հարցադրում կտանք քաղաքացուն, որ սա նաեւ օգտագործվելու են մնացյալ բոլոր process-ների համար, կստանանք հաստատումը եւ որևէ խնդիր չկա էլեկտրոնային փոստը օգտագործելու մնացյալ պետական մարմինների process-ների։ Շատ լավ, բայց էլի ես մտածում եմ մենք քաղաքացուն սենց նայում, եթե մենք սենց թե նենց ստեղծում ենք մի համակարգ, ասում ենք գիտեք ինչ ազդարարում տեղադրելու ենք ու բան ենք, իրան չենք հարցնում, չէ որ ազդարարում տեղադրենք, կլինի քեզ համարենք ծանուցված, թե չէ, չենք ասում, եթե քաղաքացին մեզ կպատասխանի կասի համաձայն եմ, հենց ազդարարում դրեք ես, ինչ ենք նորից հարցնում, ասենք մարդ հասկանում եք, ամեն բանը, ամեն հարցումը, հարցադրումը, այդ էներգիա է, այդ էներգիան գնում է եւ պետական մարմնից եւ մարդուց։ Այսինքն եթե մի անգամ ասել ենք, մենք կարանք կարգավորենք, օրենքով ասենք, եթե որովհետեւ ամբողջ օրենքը դրա մասին է։ Ամբողջ օրենքը դրա մասին է, որ այն մարդիկ, որոնք բոլոր հնարավոր ձևերով ուզում են խուսափեն ծանուցված լինելուց, մենք ասում ենք, չէ, չի լինելու տենց բան։ Հիմա ինչ ենք երկրորդ անգամ մենք կարանք կարգավորենք, կարանք նույնիսկ թվարկենք, ասենք այստեղ, եթե մի անգամ տվել է, ուրեմն այդ հասցեն մենք համարելու ենք բան, համարվելու է ծանուցված։ Դա մեր օրենքի տրամաբանությանը ես բանը իմ ասածը ինչ է, ես ինչի համար եմ դա ասում, որովհետև մի հատ լրացուցիչ գործողություն չա։ Հիմա եթե մարդը նայեց, ասենց, հա, ուզում են ինձ ծանոթեն, չեմ պատասխանում այս հարցին, ինչ ենք անելու։
Ոչ մի բան չենք կարողանալու անենք։ Գալու ենք մի հատ է փոխենք, ասենք լավ, քանի որ 120,000-ից 500-ն է պատասխանը։ Եկեք կարգավորումը անենք։ Հիմա փաստացի մարդը ծանուցվել է, տուգանքը վճարել է 20%-ն է ստացել է, ճիշտ է։ Այդ ինքը աշխատող համակարգ է։ Եթե այլ խնդրեմ չկա, ես կարծում եմ, եթե այլ խնդրեմ չկա, եթե պարզվի որ չէ, պետք է անպայման տենց անենք, շատ լավ անենք անպայման տենց։ Բայց եթե կարող ենք չանել, չանենք։